Եկեք տեսնենք իրականում նա ինչ է զգում ձեր հանդեպ։ Դուք կարող եք տալ ձեր մտքում տվյալ անձի անունը, իսկ ես կտեսնեմ։ Հարցրեք նույնիսկ ձեր մտքում ինչ է զգում ձեր հանդեպ։ Ինչ է զգում նա ձեր հանդեպ։ Կհանեմ 3 կարտ։ Նա ձեր հանդեպ ինչ է զգում։ Տեսեք, այստեղ հիմնականում տղամարդը գտնվում է սառը էներգիաների մեջ, որովհետև ինքը պետք է կայացնի կարևոր որոշում, այստեղ նեղվածություն է, որպես հասուն սեր, այստեղ չկա այդ հասուն սերը։ Այստեղ կա այսպես հանդիպում, ջերմ խոսակցություն, որոշակի այսպես սիրո խոստովանություն, բայց միևնույն է, այստեղ այն հասունությունը չկա։ Այստեղ կան տրավմաներ, հարաբերությունները գրեթե սառն են, մանիպուլյացիաների պատճառով 4-րդ կարտը հանեմ, ընկել է կրիզիսի մեջ, որովհետև այստեղ չկա փոխադարձ վստահություն եւ կարծես ամեն անգամ ձեզ թվում է ինքը գալիս է, հետո գնում է մեկ ուրիշի հետ կամ հստակ իր էներգետիկայից զգում եք, որ գուցե մտովի կամ էմոցիոնալ նաեւ կախում ունի մեկ ուրիշ անձնավորության հետ։ Այսպես, նո, եթե ասենք զգացմունք չունի, սուտ կլինի։ Զգացմունք ունի, միանշանակ այստեղ զգացմունք կա։ Բայց իր նպատակները մենակ զգացմունքով առաջնորդվել չի։ Սա այն անձնավորությունն է, որ կարողանում է այսպես կառավարել իր էմոցիաները եւ սառը գլխով որոշում կայացնել։ Այստեղ սառը գլխով որոշում կայացնողը տղամարդիկ են, եթե այս կանխատեսումը տղամարդ է լսում։ Կա զգացմունք կնոջ հանդեպ, բայց միևնույն է, կա նաև ուրիշ մեկը, ում համար նա էլ է լավ, հա։ Այսինքն երկուսին էլ չի պատրաստում թողել, իր համար պրազնիկ է, էլի տոնը հարգել տղամարդիկ, այս ձեր տեսանկյունից։ Իսկ եթե կնոջն ենք մենք նայում, այո, զգացմունք կա, կինն էլ ունի զգացմունք, բայց քանի որ տղամարդը ժամանակ առ ժամանակ գտնվում է սառը էներգիաների մեջ եւ չի կարողանում որոշում կայացնել, վերջապես աճ թե ձախ։ Ոտ այստեղ է խնդիրը, որ հարաբերությունները բերում են կասկածամտության։ Այսինքն այս հարաբերություններում փոխվստահություն չկա, որ երկուսն սիրում են հանդիպել, ռոմանտիկ այսպես պահեր ունենալ իրար հետ ու այսքանը։ Ոչ մի լուրջ քայլ, ոչ մի առաջընթաց չկա։ Դրա համար էլ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են դժվար իրավիճակներում, ծանր իրավիճակներում։ Երբեմն ձեզ թվում է, որ այլևս հնարավոր չէ շարունակել, դուք ի վիճակի չեք ուղղակի, ոչ ֆիզիկապես եւ ոչ հոգեպես։